շնորհավորում եմ մեր կենսաթոշակառուների ավելի քան կես միլիոնանոց բանակին ապրիլի 1-ից իրենց կենսաթոշակը բարձրացնելու հետ կապված։ Միաժամանակ իշխանության այս քայլը ես դիտարկում եմ որպես հայաքվե ազգային քաղաքացիական միավորման հաջողություն որոշակի իր կենսաթոշակները 50%-ով բարձրացնելու նախաձեռնության ճանապարհին։ Ինչու որոշակի քայլ, կես քայլ, որովհետև ինչպես սինգերներս, գործգերները նշեցին, հայաքվեի առաջարկը կենսաթոշակները 50%-ով բարձրացնելու մասին է։ Ես պետք է ասեմ, որ իշխանության այս քայլը բոլորովին չի բխում տարեցների նկատմամբ սիրուց։ Շուրջ 6 ամիս է այս նույն իշխանությունը, որը երեք վարչապետի բերանով կայացրեց այս որոշումը, խոչընդոտում է, քննադատում է, տարբեր տեսակի քննադատներ է տալիս հայաքվեի նախաձեռնությանը, թե այդ նախաձեռնությունը պոպուլիստական է, դրա համար գումարներ չկան, կենսաթոշակառուն չգիտի ինչպես ծախսի ավելացրած գումարը, աղքատությունը կենսաթոշակառուի գլխում է, կենսաթոշակառուն լավ տարիքի է բիզնես անելու իսկական 63 տարեկանից հետո ծրագրեր կազմելու, բիզնեսով զբաղվելու տարիք է եւ այլն եւ այլն։ Բայց հանկարծ այսօր երեկվա դրությամբ իշխանությունը հանկարծ որոշեց, որ կենսաթոշակները պետք է բարձրացվեն։ Սա բացահայտ խոսում է այն մասին, որ նախնրական շրջանում, երբ որ ընտրություններին մնացել է ընդամենը 3 ամիս, իշխանությունը քայլ է կատարում, որպեսզի մեր կենսաթոշակառուներին գրավի իր կողմը։ Սակայն ես հավատացած եմ, որ մեր կենսաթոշակառուները գիտակցում են այս ամենը, իրենց մեջ կան փորձառու, խելացի, գիտակից շատ մարդիկ, իմ գործընկերները նշեցին իրենց ծառայությունների մասին, ես չկրկնեմ, եւ նրանք ինձ թվում է համոզված եմ գրեթե, որ ընտրության օրը ճիշտ ընտրություն կկատարեն եւ իշխանության այս քայլը իր նպատակին չի հասնի։ Ես ասեմ նաեւ, որ այս ապրիլի 1-ի դրությամբ կենսաթոշակների բարձրացումը ներառյալ Հայաստանում կենսաթոշակի մակարդակը ելի մնում է տարածաշրջանում ամենացածրը։ Չնայած 10,000 դրամով ապրիլի 1-ից պետք է բարձրանա, դա էլ հաշված ելի մնալու է տարածաշրջանում ամենացածրը։ Ընկերներս քիչ առաջ ասեցին, թե իրոք այս որոշման մեջ չկա ոչ մի հիմնավորում, ոչ մի տրամաբանություն։ Իրոք չկա։ Ինչ հասկանաս, 2 ամիս առաջ հաստատվել է պետական բյուջե, նման ծախս բյուջեում չի պլանավորվել եւ հանկարծ քնից արտանում են ու նման որոշում են կայացնում։ Ես ուղղակի շատ ձեզ չծանրաբեռնեմ, մի նախադասություն ասեմ, դրանով ավարտեմ, որ ժողովուրդ ջան, այդպես էլ պետք է լինի, ոչ մի հաշվարկ, ոչ մի տրամաբանություն այս կառավարության որոշումների տակ չի կարող լինել, որովհետև իրենք են խոստովանել, որ 7 տարի մնացել են նույն դասարանում եւ նրանք չեն կարող տրամաբանված հիմնավոր որոշում կայացնել։ Ես իհարկե նորից եմ ասում, շնորհավորում եմ կենսաթոշակառուներին, սա մեր հաջողությունն է բոլորիս, բայց նաեւ սա որոշակի ծուղակ է, թակարդ է իրենց կողմը գրավելու տարեցներին եւ համոզված եմ, որ տարեցները այդ ամեն ինչը հասկանան։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։